ասեմ, ես 2018 թվականից հետո էլ իհարկե դրանից առաջ էլ ոչ որպես վարչապետ, այլ լսել եմ դրա մասին, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարը ամբողջ հայության պատասխանատուն է։ Գիտեք ինչ, մի հատ մենք այս նախադասությունն էլ պետք է հասկանանք, ինչ է դա նշանակում։ Եկեք գործնականում հասկանանք։ Ես երբ որ այս հարցի մասին մտածում եմ, ասում եմ, հիմա դուք կարող եք ասել, ես օրինակ ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը միևնույն ժամանակ Իսրայելի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հայերի առաջ։ Ոնց է դա հնարավոր։ Ես ինչպես պետք է իրացնեմ իմ պատասխանատվությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի հայերի առաջ միաժամանակ։ Այսինքն ինչ պետք է անեմ։ Մենք հասկանում ենք, որ երբ որ Հայաստանին մտցնում ենք այդպիսի օրակարգերի մեջ, մենք Հայաստանին մղում ենք դեպի անդունդ։ Որտեղ ոնց կարա Հայաստան, գիտեք ինչ, Հայաստանը չէ, Հայաստանի ինչպես ես համադրեմ, ենթադրենք Ուրուգվայի եւ Ավստրալիայի հայության պատասխանատվությունը։ Դա կներեք, դա էլի եմ ասում, դա գիտեք նրանից է, որ մեզանում, ընդ որում ոչ թե ձեզամ, նախ Հայաստանում, Հայաստանի որպես ինքնիշխան պետություն ընկալումը չկա, բացակայում է հաճախ, որովհետև հասկանում եք պետության կարևոր առանձնահատկություններից մեկը ինչն է, սահմանն է, սահմանը սահմանափակման արտահայտություն ունի նաև, այսինքն սահմանը համ քո առաջ է, համ դիմացի առաջ է, մեր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկը երրորդ հանրապետության, Այն է եղել, որ մենք այս պարզ բանը չենք ընկալել, որովհետև սահման շատ կարևոր է, որ մենք մեր սահմանները իմանանք։ Այդ տենց էլ մենք ամենայն հարգանքով, բայց այդ իմ ընկալումն էլ է, ես հիմա ինչ որ ասում եմ, որովհետև հիմա շատ կարևոր հարց կա, ասում են, ու շատ կարևոր հարց է այդ բանի մասին խոսալը, այդ հարցի մասին խոսալը, որովհետև ասենք շատ հարց կա եւ հարցնում են եւ ճիշտ են ասում են բախի 2019-ին ասցիր Արցախը Հայաստանա եւ վերջ շատ տրիվիալ պատասխան կա բայց այդ պատասխանը որ ճիշտ ընկալեք ես ուզում եմ իմ մի ուրիշ հայտարարություն որը արել եմ 2020 թվականին երբ որ ասել եմ որ մենք պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասին երբ որ ասել եմ որ մենք պետք է հասկանանք որ հայրենասիրության այն մոդելը որը մեր բոլորի գլխում կա, ոնց որ թե մոդելի հեղինակը մենք չենք, ոնց որ թե ուրիշ տեղից է ներմուծմել մեզ։ Հիմա ես 2019 թվականին այդ արտահայտությունը արել եմ մի պատճառով, որտեվ հայրենասեր էի, որովհետև համայն հայության պատասխանատուն էի, որովհետև ձեր ասած հարցի տրամաբանության մեջ էի, որովհետև այո Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչները գալիս էին եւ ասում են ինչպես ինձնից առաջվա ղեկավարների մոտեկել են երևի եւ ասել են որ դուք ամենայն հայոց նախագահն եք ինձ էլ ասում են որ ամենայն հայոց գուցե այդ բառերով չէ բայց բոլոր հայերի վարչապետն եք եւ գուցե դա սկզբից բան է անում տենց շոյում ասում է վայ ես ուրեմն ոչ թե Հայաստան, այլ ամենայն հայոց վարչապետ, բայց մի րոպե ժողովուրդ ջան, չի լինում տենց, հայրենասիրության այդ ընկալումն է, որ մեզ բերել է այդ բոլոր աղետներին, ոչ, ես չեմ կարող լինել Ուրուգվայի հայության պատասխանատուն, որովհետև դրա ոչ դե յուրե իրավունքը ունեմ, ոչ դրա լծակը ունեմ, ոչ դրա ռեսուրսը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք պատկերացնում եք հիմա ես ասեմ ոնց, մի րոպե, Իսրայելի եւ Իրանի ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ սրբություններ ունի Հայաստանը, ընդեղ էլ սրբություններ ունի բա մի րոպե, ես ինչ եք անում, բա մենք էլ ենք այս հարցի մեջ։ Դրա արդյունքում ինչ կստանանք։ Հրթիռներ երկու կողմից։ Էս ենք ուզում մենք։ Այսինքն ուզում ենք ընկնենք Թուրքիայի ու Սիրիայի արանքը, ընդեղ էլ հայեր կան, ընդեղ էլ Իսրայելի ու Սիրիայի արանքը, Ռուսաստանի, Ուկրաինայի արանքը, Ռուսաստանի, Ամերիկայի արանքը, ժողովուրդ չի կարելի տենց։
Այդ որ մենք ասում ենք ուրիշներին նայելով ասում ենք բան գազան, բայց մենք հələ մեզ պետք է նայենք, ժողովուրդ ջան։ Մեզ պետք է նայենք, ես երեք ազգային ժողովում ասացի, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց է տալիս, ասում է ինչ եք ուզում դուք վերջը այս ժողովրդից։ Ինչ եք ուզում, իբր այ դավաճաններ, այ սրիկաներ ինձ ցույց տալով, այ տականքներ, կամ կներեք ներողություն հարգելի գործընկ, այ տականք, այ սրիկա։ Չէ, ինչ եմ վերահասցեագրում, դուք ընդեղ չեք եղել, նկատի ունեմ չելնի էլի, որ ինչ եք ուզում, ասում, ինչ ես ուզում այս ժողովրդից, ասցի մի պարզ բան եմ ուզում եմ, որ մենք աշխարհը ճանաչենք, որովհետև մենք նման ենք մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը, հա մի անգամ էլ ասցի, որ պետք է նայենք, լավ ի՞նչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, էլի ամբողջ Սփյուռքը եւ Հայաստանի մի մասը փետը առավ ընկավ իմ հետևից։ Դե ես ուրացողը, էսա եւ այլն, սպարզ բան եմ անում։ Ասում եմ, երբ որ մենք հայտնվել ենք, մենք գիտեք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ու իրան անդադ վրա երթ են ենթարկում։ Վերակենում էլի ավտոյի տակ կանգնում, վերակենում ու ինքը չի հասկանում, ինչի է անդադ ավտոյի տակ ընկնում։ Որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չի կարող կարդա ճանապարհային նշանները, ինքը չգիտի, որ ինքը այդտեղ չի կարող գտնվել, որովհետև այդտեղ գտնվելը 95 եւ ավել տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, որովհետև այդտեղ կանգնողը անկախ ան ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է այդ ավտոյի տակ, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Խնդրում եմ, եկեք դուրս գանք այդ բանից։ Հայաստանի վարչապետ աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Եվ ես այս համայնքային հանդիպումները անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Դուք ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք։ Իսկ գազանի մասին ձեր ասածը ինձ մի անեկդոտ, ես հույս ունեմ, էսի խոսալու ձևը շատ անլուրջ չի թվա, բայց մի հատ անեկդոտ կա, որը ձեր հարցի շատ ճշգրիտ պատասխանն է։ Բանը քնարական հերոսը գնում է որ ջուր խմի։ Տենում է վիշապը ջրի վրա նստած է։ Գիտեք այդ լեգենդը, որ վիշապը ջրի վրա նստել է, ու հենց մոտենում է, տենում է վիշապը իր գլխով այդ ջրի մոտ նստած է, թուրը հանում է, սկսում է կռվել, այս վիշապի մի գլուխ կտրում է, հետո էլի այս վիշապ բնականաբար գազանը արձագանքում է, բայց հերոսը, քանի որ շատ ուժեղ հերոս է, բռնում է այս վիշապի երկրորդ գլուխն է կտրում, մեկ էլ այս երրորդ գլուխն ասում է մի րոպե հլը, ինչ ես ուզում, ինչ ես կտրում գլուխս, ասում եմ ջուր խմեմ, ասում է խմի, օ, հիմա դե ինձ որ այս բանի հայության այս բանը մեր բոլորից, վայ նրանց նպատակը Թուրանն է, ինչ են ուզում իրանք, ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա անիքի, վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը, իսկ ինչի պետք է չգնան, պատկերացնեք 21-րդ դարում երկիր, դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Ես առաջարկում եմ եկեք չմտնենք ով փակեց, ինչի փակեց, չէ մենք չենք փակե, իրանք են փակե, չէ իրանք չեն փակե, մենք ենք փակե, չէ իրանք են մեղ։ Ես դրա համար եմ ասում։ Ասում եմ, երբ որ մենք կառուցում ենք հարաբերություններ զրոյից, դա ուրիշ խոսք։ Հիմա որ մենք գնանք սկսենք պարզաբանել, ով է մեղավոր, որ փակ է, մենք երբեք դուրս չենք գա այդ խոսակցությունից։ Մենք այսօր ասում ենք, Ժողովուրդ ջան, ինչ ամ է, ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք, մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները, եկեք բացենք Թուրանը, հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք, պատկերացնում եք,
Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժողովուրդ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ, դա ինչ է նշանակում, որ փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության, ճանաչման հիման վրա եւ նաեւ որոշակի տեսեք այսօր երկրները ընդհակառակը ամեն ինչ անում են, որ բեռնափոխադրումներ իրանց տարածքով տեղի ունենան։ Մենք ասում ենք եկեք փակենք հանկարծ ոչ մեկ մեր տարածքով չանցնի։ Դեն չի լինում։ Բա ինչի համար ենք պետություն ստեղծել։ Ես նկատի ունեմ, չգիտեմ, մեր տեսակետից ուրիշներն են գազան, ուրիշների տեսակետից մենք ենք գազան, բայց պատմությունը նույնն է։ Ինչ որ մեկը գնում է, տենում է վիշապը ջրի կողքը նստած է։ Է վիշապն էլ է ջուր ուզում խմի, է դու էլ խմի, ինչ խնդիր կա։ Պայմանական անեկդոտի վիշապ էլի, խնդրում եմ բառացի չհասկանալ։ Ես էլ եմ ասում, երբ որ ասում եմ աշխարհը ճանաչենք, այդ նկատի ունենք։ Որովհետև երբ որ բառը մենք բառեր ենք դեմոնիզացնում, հետո այդ բառերը տարբեր տեղեր որպես ցուցանակ դնում ենք ու սկսում ենք սարսափել այդ բառերից, որը իհարկե այդ գործոնն էլ պետք է հաշվի առնենք, որովհետև ընկալումները շատ կարևոր են։ Հիմա իմ այցի, օրինակ ես այսօր որ մտածում եի, օրինակ ավելի գլխավոր համատեքստը որը պետք է լինի։ Մենք պետք է այն վերջին կետի մասին։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ մեր համաձայնությունը ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, բայց ո՞նց դա ձևակերպել։ Դրա համար էլ հեշտ չի։ Եվ ես դրա համար էր, որ ես ինչի համար ասացի, օրինակ, ինչն էր ինձ դրդում, որ ես ասեի, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Արաքսից այն կողմ Հայաստան չկա։ Արաքսից այն կողմ Թուրքիան է։ Որպեսզի ես ցույց տամ, որ Հայաստանը եւ դա մեր ռազմավարական պատկերացումն է եւ այսօր մարզից մարզ ես գնում եմ գյուղից գյուղ իրական Հայաստանի գաղափարախոսությունն եմ ներկայացնում, որ ժողովուրդ ջան, հերիք է մենք հայրենիք փնտրենք, մենք հայրենիքը մեր գտել ենք եւ մեր հայրենիքը այս դեղին Հայաստանի Հանրապետությունն է։ Ստեղից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայրենիք չունեն, ինչը ձեզ չի արգելում, որ հիմա Ստամբուլը ձեր հայրենիքն է, չէ՞ նաեւ։ Բայց դա դուք Թուրքիայի քաղաքացի եք։ Դրանով է ձեր հայրենիքը եւ դա նորմալ է։ Եվ այս մենք պետքա տարբերենք, այս նրբությունները պետքա տարբերենք։ Եվ այս նրբությունները չտարբերելու արդյունքում է, որ մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում։ Բայց ես դա ձեզ չեմ ասում, ես դա ինձ եմ ասում։ Ինձ եմ ասում, որովհետև այս ինչ որ ասում եմ ես օրինակ ես նույն ընկալումը չեմ ունեցել 2018 թվին, 19 թվին, 20 թվին, հակառակը ես ընկալում եմ ունեցել, հա, որտեղ Երուսաղեմ խնդիր կա, մենք պետք է գնանք այդ բանում Սևրում խնդիր կա, մենք Մխիթարյան միաբանությունը, մենք իհարկե Ուրուգվայում մենք, կներեք ժողովուրդ ջան։ Հայաստանի բյուջեն, ասենք որ այդքան ուզենանք Ուրուգվայի հարցերով
զբաղվենք, կարող է Հայաստանի բյուջեն մենակ ավիատոմսերի համար չհերիքի։ Մենք ո՞նց ենք Ուրուգվայի հայության հարցերով զբաղվելու։ Ուրուգվայի հայությունը փառքած Ուրուգվայի պետությունը, Թուրքիայի պետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, էսա մոտեցումը, եւ ճիշտը դա է։ Եվ ճիշտը դա է։ Եվ ես խնդրում եմ, որ եկեք այդ տրամաբանությամբ նայենք։ Ուզում են, մենք էլ ենք ուզում։ Ուզում են անցնեն, ուզում են կապուղի ունենան։ Մենք էլ ենք ուզում, որովհետև դա նաև մեր անվտանգության եւ զարգացման գործոնն է։ Անվտանգությունը մենակ ես դրա համար եմ ասում, որ երբ որ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին բանակ, երրորդ հերթին բանակ, չորրորդ հերթին բանակ, այդ նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Երբ որ առաջին հերթին կհասկանանք, որ մի րոպե մենք այնքան ինտեգրված ենք, այնքան փոխկապակցված ենք, այնքան փոխկախված ենք, որ փոխադարձաբար շահագրգռված ենք իրար անվտանգության եւ կայունության մեջ։ Այ դա կլինի խորը ինստիտուցիոնալ անվտանգություն եւ կայունություն։ Եվ կա ձեր ասած գործոնը կա նաեւ, որովհետեւ այո, շատ են ձայները եւ այդ ձայները անհիմն չեն, ովքեր մեզ ուզում են ասել, որ անիմաստ է, մի արեք, մեկը Թուրքիայի հետ երկխոսության ընթացքում էլ ինչի մենք 2019 թվականին այս նույն process չենք սկսում։ Որտեղ այն ժամանակ էլ ենք մենք մտածում, բայց հարցը ոնց ենք անելու, այն հարցը ոնց ենք անելու։ Մեկ այս հարցը չի կարող լուծվել, այն հարցը չի կարող լուծվել, այն հարց մենք չենք տեսնում հնարավորություն։ Որ պահին մենք սկսեցինք տեսնել, երբ որ հասկացանք, որ մենք հայ-թուրքական հարաբերություններով չպետք է զբաղվենք։ Մենք որովհետև հայ-թուրքական հարաբերություններով որ զբաղվենք, Ուրուգվայի համայնքը մի կարծիքի է, Միացյալ Նահանգների երկրորդ, Ռուսաստանը երրորդ, Իսրայելինը չորրորդ, Թուրքիայինը հինգերորդ, մենք ո՞նց ենք տասնյակ հարյուրավոր կարծիքների ձևավորելու դիրքորոշում, օրակարգ եւ գնալ այդ օրակարգը ձևավորելու։ Իսկ Հայաստանում մենք դրա հնարավորությունն ունենք։ Հայաստանում կա ընտրող, ով ընտրում է կառավարություն, կառավարությունն էլ իրականացնում է առաջնորդ։ Ոնց կարա որևէ մեկը ունենա երկու առաջնորդ։ Հիմա Միացյալ Նահանգների հայ համայնքի առաջնորդը ով է։ Միացյալ Նահանգների հայ համայնքի առաջնորդը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նախագահական մակարդակում ամեն համայնքում, ամեն նահանգի դեպքում նահանգապետը բնակավայրի դեպքում է, քաղաքի դեպքում է քաղաքապետը։ Ես ինչ կապ ունեմ իրանց հետ։ Ես խնդրում եմ, ուսա ես չգիտեմ ինչքանով է բան հնչում, կարող է կոպիտ է հնչում, կարող է վայրի է հնչում, բայց Ժորժ ջան, եթե այս տրամաբանության մեջ չլինեինք, եւ այս այցն էլ հնարավոր է դարձել, որովհետեւ մենք հայտարարել ենք մեր ռազմավարությունը, որ էսա մեր ընկալումը, էսա մեր ճանապարհը։ Բա բռնենք հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշները վառենք, հետո էլ ասենք հլտես մեզ ինչ են բանանում։ Ոնց կլինի տենց։ Ոնց կլինի տենց։ Դուք պատկերացնում եք հեռուստատեսությամբ միջազգային հանրությունը նայում, հա, որ ինչ որ մարդիկ հանրապետության հիմնական հրապարակում հարևան երկրի այդ մեկ, երկրորդն է Թուրքիայի դրոշը վառում են։ Ինչ են մտածում այդ մարդիկ։ Մտածում են, ասում են, այս ինչ ուժեղ պետություն է, մտածում են, ասում են, այս մարդիկ ոնց որ երթևեկության կանոններին չէ տիրապետում։ Հա, այս են մարդիկ են, որ մի քանի անգամ արդեն ավտոյի տակ են ընկել, բայց ոչինչ։ Ես կողմ չեմ, որ ես մեր ժողովրդին արդեն առիթ ունեցել եմ առաջնորդել այդ ավտոյի տակ ընկնելու, ես չեմ ուզում նորից, չեմ էլ ուզում ասեմ, լավ, ես թողեցի գնացի, ոչինչ, թող հաջորդը գա հələ մի հատ այդ անեկդոտի նման, որ երկու ընկերով կինո նստած կինո նայելիս են լնում, այն մեկը շատ սենց հուզված, սենց նայում ամեն դրվագի ռեակցիա տալիս, ասում վայ, այն կողքին կեն ասում, լսես 5-րդ անգամ ենք այս ֆիլմը նայում, ինչ է սենց ռեակցիա տալիս։ Վերջա մեկը վերջում տղեն մեռնելու է։ Ասում դե մտածում եմ կարող այս անգամ չմեռնի։ Ես վախենամ մենք շատ նման, մեր պատմությունը շատ նման է սրան։
Մենք ամեն անգամ նույն տերմիններով, նույն ընկալումներով, նույն դիտանկյուններից նայում ենք, ասում ենք կարող այս անգամ տենց չլինի, ոչ տենց չի, Ժողովուրդ ջան։ Պետք է մենք այլ բան անենք, որ այլ բան ստանանք։ Նույնը արեցինք, նույնն ենք ստանալու։ Եվ իմ խնդիրը ես հասկանում եմ, սա երբեմն ինչ բան է հնչում, ինչ օտարոտի է հնչում, ինչ երբեմն դավաճանական է հնչում, երբեմն ապազգային է հնչում։ Բայց ես ասում եմ, որպես հայրենասեր, ես հասկացել եմ, որ եթե ես ինքս իմ հայրենասիրության այդ ընկալումից չհրաժարվեմ, ոչ թե չհրաժարվեմ, այլ առնվազն էականորեն չվերաձևակերպեմ եւ շատ բաներից չհրաժարվեմ։ Բա որ ես չանեմ, ով է անելու։ Բա առաջնորդության պատասխանատվությունը ինչի մեջ է։ Ասեմ, հա դե թող ուրիշները անեն, թող բանի Ստամբուլի հայ համայնքը անի, թող Ռուսաստանի հայ համայնքը անի, թող Ռուսաստանի նախագահը անի, թող Միացյալ Նահանգների ոչ, դա իմ գործն է, իմ աշխատանքն է, իմ պատասխանատվությունն է, եւ ես պատրաստվում եմ այդ պատասխանատվությունը կրել միջև վերջ եւ անմնացորդ։ Եվ ես դրա համար եմ այսօր այստեղ։